Աստվածաշնչում շատ հրաշալի խոստմունքներ կան գրված, բոլորս գիտենք դրա մասին, բազմաթիվ անգամ կարդացել ենք ու կարդում ենք, նրանք թաքնված չեն մեզանից, ամեն, նրանք բացահայտ են, Աստված դա տվել է ոչ թե որպես գաղտնիք, Աստված դա տվել է որպես հայտնություն, որ ամեն մեկս, որ ընթերցում ենք Աստծո խոսքը, մեր կյանքում դա դառնա հայտնություն, ամեն, բայց ամեն անգամ չի, չէ, որ մենք կարդում ենք ու հայտնություն ենք առնում, ոչ միշտ է, որ մենք Աստծո խոսքը կարդում ենք ու նա ընկնում է մեր սրտի մեջ ու դառնում է հայտնություն, հաճախակի գիտեք ինչպես ենք ընթերցում Աստծո խոսքը, հաճախակի կարդում ենք, այդ պահին ոգևորվում ենք, անցնում ենք հաջորդ էջին ու մոռանում ենք, թե ինչ ենք կարդացել, ձեզ հետ այդպես լինում է, գիտեք Աստվածաշնչում գրված ամեն մի ուղերձ, ամեն մի խոստմունք, ամեն մի խոսք ուղղակիորեն մարտահրավեր է մեր կյանքում չերևացող ամեն իրավիճակների։ Ամեն մի խոստմունք ու ամեն մի խոսք մարտահրավեր է մեր կյանքում չերևացող բոլոր այդ հոգևոր իրավիճակներին, սիրելիներս, եւ մեծ ազդեցություն է թողում, երբ որ դու վերցնում ես այդ խոստմունքը, ամեն հավատացողի կյանքում մեծ ազդեցություն է թողում։ Այսինքն Աստծո խոսքը հենց այնպես չի ոգևորելու համար չի, Աստծո խոսքը մեզ միայն այդ պահին ոգեշնչելու եւ ուրախացնելու համար չի, Աստծո խոստմունքը զորավոր մի զենք է։ Երբ որ մենք վերցնում ենք հայտնությունով ամեն մի այդ խոստմունքը, մեծ մարտահրավեր անետում մեր կյանքի հոգևոր չերևացող իրավիճակներին եւ մեր կյանքը սկսում է փոխվել։ Երբ որ ընթերցում ես Աստծո խոսքը, հավատա որ արթնություն է գալիս հոգևոր։ Դու հոգևոր մի հատ թարմություն ես վերապրում։ Կարծես խորը քնից արթնանում ես։ Եղել է երբևիցե որ խնդիրների մեջ ես, տխուր ես, տրտում ես, ու մեկ էլ վերցնում ես Աստվածաշունչը ու հույս չունես, ոչ մի իրավիճակի լուծման հույս չկա, բայց վերցնում ես Աստվածաշունչը, սկսում ես ընթերցել, մեկ էլ Աստծո խոսքը քեզ մի հատ լույս է տալիս, քեզ մի հատ հույս է տալիս, մի հատ արթնություն է գալիս հոգևոր քո կյանքում, որովհետև ընթերցեցիր, խոսքը վերցրեցիր, հայտնություն առար եւ այդ խոստմունքը քո կյանքում կենթանացավ։ Այնպես որ Աստծո խոստմունքները հոգևոր արթնություն են բերում, հաջողության գաղտնիքն է մեր կյանքի, հաղթանակին հասնելու զենքերն են հոգևոր բոլոր այս խոստմունքները, սիրելիներս, որ գրված Աստվածաշնչում քեզ համար։ Ամեն մի խոսքի մեջ Աստծո թանկ ներկայության զորությունը կա, գիտես։ Ամեն մի խոսքի մեջ, երբ սկսում ես հասկանալ ու գիտակցել, քո ներսում լուրջ փոփոխություններ են սկսում տեղի ունենալ։ Երբ խոսքը դու ընթերցում ես հասկանալով ու գիտակցում ես այդ խոստմունքների զորությունը, քո ներսում ինչ որ մի բան սկսում է փոխվել։ Իսկ երբ որ քո ներսում ինչ որ մի բան սկսում է փոխվել, սիրելիս, հավատա որ քո արտաքին իրականությունն էլ է սկսում փոխվել։ Քո արտաքին իրականությունում նույնպես լուրջ փոփոխություններ են տեղի ունենում։ Քանդվում են ամեն տեսակ, չգիտեմ, ասում են ժառանգական, պապական, չգիտեմ ինչական անեծքները, երբ որ դու հայտնությունով վերցնում ես Տիրոջ խոսքը։ Ամեն տեսակ հիվանդությունները քո կյանքում բժշկություն են առնում։ Սկսում ես բժշկվել։ Իմ կյանքում բազմաթիվ վկայություններ ունեմ, այսօր չեմ պատմի դրանց մասին, բայց Տիրոջ խոստմունքները վերցնելով դրանց հիման վրա իմ ներսում իրավիճակներ են փոխվել եւ իմ ֆիզիկական մարմնի վրա տեղի ունեցող հիվանդությունները անհայտացել են։ Եվ գալիս է բժշկություն, սիրելիս։ Ու երբ որ նայում ես ինչ որ մեկի կյանքին ու ասում ես մարդը կորած մարդ է։ Փրկություն կարա չլինի այս մարդու կյանքում։ Շեղված կյանքով ապրում է։ Կան, չէ՞, այդպիսի մարդիկ, որ հույսդ կտրել ես, որ երբևիցե հնարավոր է չտեսնես իրան։ Ճիշտ ուղու վրա կանգնած, բայց երբ որ Տիրոջ խոստմունքները հայտնություն են դառնում, մարդիկ ովքեր սխալ ճանապարհների վրա են, գալիս են դեպի ճշմարտությունը։ Դրանցից մեկը նաև մենք ենք, սիրելիներս,
որ ժամանակին սխալ ճանապարհների վրա ենք հիմնված, բայց Տիրոջ խոսքն ու խոստմունքը, երբ որ հայտնություն դարձավ մեզանում, մենք մեր ճանապարհները փոխվեցին։ Մենք հաստատվեցինք Տիրոջ ճշմարտության մեջ ու փառք Աստծուն դրա համար, որ այսօր Հիսուս Քրիստոսով մենք ունենք այս հնարավորությունը։ Ձեզ մոտ երբևիցե հարց առաջացել է, ո՞նց է լինում, որ ոմանց մոտ կյանքը լիքն է հրաշքներով, անընդհատ պատմում են, վայ, ես գիտես ինչ տեղի ունեցավ, այս հրաշքը տեղի ունեցավ, այս բժշկությունը տեղի ունեցավ, այս օրհնությունը տեղի ունեցավ։ Մարդ կա, ամբողջովին կյանքը լցված է հրաշքներով, իսկ ոմանք էլ հավատքի մեջ լինելով խնդիրներից չեն պրծնում։ Կան այդպիսի բաներ։ Կան, չէ՞։ Ու խնդիրները ծամոնի պես կպել են ու պոկ չեն գալիս, բայց այդ մարդը հավատքի մեջ է։ Ինչպես է, որ խոստմունքները ոմանց կյանքում գործում են, իսկ ոմանք էլ փորձում են ինչ-որ գործերով արժանանան ու հասնեն այն ամենին, ինչը արդեն վաղուց տրված է մեզ։ Երկուսն էլ հավատացյալ են։ Մեկի կյանքը լիքն է հրաշքներով, այն մեկն էլ հավատքի մարդ լինելով խնդիրներից չի ազատագրվում։ Այն մեկը Աստվածաշնչի խոստմունքներով լցված քայլում առաջ ու հրաշքներ է տեսնում, այս մեկն էլ փորձում է ինչ-որ ձև, ինչ-որ գործերով, ինչ-որ մեթոդներով արժանանա այդ խոստմունքներին, որը արդեն շուտվանից մեզ տրված է։ Ով գիտի, որ Աստծո խոստմունքները մեզ արդեն վաղուց տրված է, սիրելիս։ Դրան արժանանալու կարիք չկա։ Դա հավատքով վերցնել է պետք։ Դա հավատքով իրականություն դարձնել է պետք, ամեն։ Գիտեք, սիրելիներս, որ հավատքը միակ հակաթույնն է ամեն անհաջողությունների։ Եթե քո կյանքում կա անհաջողություն, խնդիր, հոգս, ծանրություն ու բեռ, ուզում եմ դու հռչակես քո կյանքում հավատքը միակ հակաթույնն է բոլոր այդ անհաջողությունների։ Եվ ես հավատքով այդ ամեն ինչը հաղթում եմ, հաղթել եմ, արդեն հաղթել եմ։ Այդ վերջինը երևի մի քիչ դժվար է անցալելի, որովհետև ոնց եմ հաղթել, որ կողքս ցավում է։ Ոնց եմ հաղթել, որ հələ պարտքերս մնացել է։ Ոնց եմ հաղթել, որ այն բարեկամս հələ սխալ ճանապարհների վրա։ Հաղթել ես թե չէ։ Կիսատ։ Սիրելիս, նշանակում է ինչ-որ մի բան այն չի։ Նշանակում է ինչ-որ մի բան այն չի, դու հավատքի մարդ ես։ Դու զորավոր մեկն ես Հիսուս Քրիստոսով։ Տերը արդեն քեզ տվել է հաղթանակները։ Բայց եթե քո ֆիզիկական իրականության մեջ դեռ չի երևում, նշանակում է մեր հոգևոր կյանքում ինչ-որ բան այն չի։ Հավատքը միակ հակաթույնն է, սիրելիս, բոլոր անհաջողությունների։ Ուզում եմ դու սա լավ վերցնես, բայց հավատքը տարբեր է լինում, գիտեք։ Ով գիտի, որ հավատքը լինում է տարբեր։ Հավատքը լինում է պասիվ եւ հավատքը լինում է ակտիվ։ Մարդ կա պասիվ հավատքով է շարժվում առաջ։ Մարդ էլ կա էներգիան չի վերջանում։ Գիտեք, չէ, հոգևոր մարդիկ կան էներգիան բրծել է, զայրատկա չի վերցնում են։ Պասիվ հավատքի մեջ է, թուլացել է, թմրած հավատացյալ կամ կրոնական հավատացյալ։ Որն է կրոնական հավատացյալը։ Գիտես, գնամ մի քանի անգամ խաչ անեմ, մի քանի տեղ մոմ վառեմ, մի քանի տենամում խաչ ունի մեծ պաչեմ։ Այսինքն կրոնական հավատքը դա պասիվ հավատք է, սիրելիս։ Թմրած հավատացյալ, վայ Տեր իմ Աստված, ողորմիր, եթե կամենում ես։ Եթե կամենում ես օգնի բժշկվեմ, կամ գոնե մի հատ բժիշկ գտնեմ, տենամ ինչ կասի, քանի տարի է մնացել ապրեմ։ Կամ տեսել եք հավատացյալ դժգո, շատ դժգո, կյանքից դժգո, իրավիճակներից դժգո, բոլորից դժգո, ժառանգական դժգո։ Ու սենց դժգո ման է գալի։ Պասիվ հավատքը անգործունակ հավատք է, սիրելիս, գիտես, որ չի գործում ինքը։ Ասում ես հավատում եմ, բայց հավատքի գործերը չի երևում։ Մեկ էլ պասիվ հավատքի մեջ մտնում է, գիտեք, որը սպասողական։ Ասում ես եղբայր, երբ կմտնես ծառայության մեջ, ասում եմ սպասում եմ Տերը երբ կասի, կամ ասում եմ սիրահարվել եմ։ Բա ինչ քայլ ես ձեռնարկում, սպասում եմ Տիրոջ խոստմունքներին, Տերը երբ այդ աղջկան կասի, որ ես իրան սիրում եմ։
Հասկանում եք, սպասողական, այսինքն դու գործ չես անում, դու պասիվ ես, քո հավատքը պասիվ է, դրա համար էլ շատ խոստմունքներ քո կյանքում իրականություն չեն դառնում։ Հա? Այսօր ես խոսալու եմ հավատքի մասին, որը միշտ շարժունակ, արթնության մեջ, ինչ որ մի խնդիր նույնիսկ դեռ չառաջացած, արդեն այս մարդը Աստվածաշնչի խոստմունքները վերցրած աղոթում է, փառք է տալի, գոհանում է Տիրոջից, շնորհակալություն է հայտնում ու օրհնում է իր ապագան։ Օրհնում է իր շուրջ բոլորը, իր կյանքը։ Սատանան մի հատ սխալ միտք է բերում, ինքը արդեն հələ դեռ չիրականացած, ինքը արդեն կանգնում է աղոթքով ու քանդում սատանայի գործերը։ Ոչ թե սպասում է, տեսնեմ Տերը ինչ կկամենա։ Տերը արդեն տվել է մեզ, սիրելիներս։ Այսինքն ակտիվ հավատքը միշտ շարժունակ է, միշտ գործում է Տիրոջ խոսքի համաձայն։ Ակտիվ հավատացյալին, որ տեսնես, հաստատ կիմանաս, որ ակտիվացած է, զայրատկից նոր է դուրս եկել։ Որտե միշտ ժպիտը դեմքին է։ Միշտ հասկանում ես, որ Աստվածաշունչը չի էլ դնում իր աչքերի առաջից այն կողմ, միշտ Աստծուց լիցքավորվում է։ Հա, լիցքավորվում է ու լիցքավորվում։ Մի բան ասեմ քեզ, ով է հիշում Մովսեսին, դե չեմ ասում ընդեղ եք եղել, պրոստը Աստվածաշնչով ով է կարդացել, որ Մովսեսը 40 օր սարի վրա էր։ Այն որ իջավ, Մովսեսի տեսքը ինչպիսին էր, փայլուն էր, լուսավոր էր, գիտես ինչի, որովհետև ինքը Տիրոջ հետ անընդհատ հանդիպման մեջ էր 40 օր, ու այդ 40 օր հանդիպման մեջ անհնար էր, որ ինքը չփայլեր, որովհետև Տիրոջ փառքի ու փայլի մեջ էր 40 օր, երբ որ դու անդադ Տիրոջ մեջ ես, խավարը քո կողքին, քո ներսում, քո կյանքում տեղ չի կարած զբաղեցնի սիրելիս, ամեն, դու անընդհատ փայլելու ես Տիրոջ լույսով, երբ որ Տիրոջ մեջ ես, ակտիվ է քո հավատքը, ամեն ժամանակ գոհանալու ես, ես այնքան ուրախանում եմ, որ տենում եմ մեր եկեղեցու ես հավատացյալ հրաշքներին, մի ժպիտը դեմքներին, ակտիվ հավատացյալի կյանքը միշտ փոխվում է, գնում է փառքից փառք սիրելիս, հիմա ուզում եմ ուշադիր լինեք, հավատքը որն է, հավատքը նա է, սիրելիս, որ ամուր բռնվում Աստծուց ստացած խոստմունքներից ու պարտադրում է իրականության մեջ չերևացող բաները դառնան իրական։ Նորից եմ կրկնում, հավատքը նա է, որ ամուր բռնվում Աստծուց ստացած խոստմունքներից ու պարտադրում է իրականության մեջ չերևացող բաները դառնան իրական։ Պարզեր, ավելի հեշտացնեմ, այն ինչ որ քո կյանքում չի երևում, սիրելիս, բայց Տիրոջ խոստմունքները խոսում են դրա մասին, օրինակի համար հիվանդ ես, ու հələ բժշկությունը չի երևում, քո ֆիզիկական մարմինը տկար է, դու տկար ես, լավ չես զգում քեզ, բայց Տիրոջ խոստմունքները ինչ ասում մեզ, որ Հիսուսի վերքերով մենք բժշկված ենք, չի ասում Հիսուսի վերքերով նոր ես բժշկվելու, այ որ գնաս Երուսաղեմ, գնաս այն սարը, որի վրա խաչեցին Հիսուսին, այն խաչի փետի կտորից մի հատ որ գտնես, վրան էլ արուն, ուրեմն Հիսուսի արունն է, վերցրու ու դու կբժշկվես։ Սիրելիս, Հիսուս Քրիստոսով մենք բժշկված ենք արդեն։ Կարաս վերցնես այս խոստմունքը քո կյանքում։ Կարաս վերցնես ու ասես, լսի, ես տկար եմ, վատ եմ զգում ինձ, բայց Հիսուսի վերքերով ես բժշկված եմ։ Հավատքը նա է, որ վերցնում է Աստծո խոստմունքը, պինդ բռնվում է դրանից
ու պարտադրում է քո իրականությանը դառնան այնց ոնց որ խոստմունքն է քեզ ասում։ Ամեն։ Ավելին ասեմ, հավատքը ոնց է անում։ Հավատքը հրաժարվում է գնալ կոմպրոմիսի։ Ամեն։ Հավատքը երբեք կոմպրոմիսի չի գնում, սիրելիս։ Այն ամեն ինչին, ինչը որ չի համապատասխանում Աստծո խոստմունքներին։ Հավատքը երբեք կոմպրոմիսի չի գնում այն իրավիճակներին, որոնք հակառակ են Աստծո խոստմունքներին։ Եթե Աստված խոստացել է սա, Աստծո խոստմունքը խոսում է մեր կյանքում, որ մենք բժշկված ենք, որ մենք փրկված ենք, որ մենք արդարացած ենք, ուրեմն էլ ուրիշ բան չկա, ուրիշ էլ միտք չընդունես հանկարծ։ Ամեն։ Անենց որ սիրելներս դրան հասնելու համար պետք չի ուժասպառ լինես, կամ էլ թե չէ ճգնավորի կյանքով ապրես։ Անհրաժեշտ է միայն գիտակցես ու հասկանաս, թե ինչ գերբնական բան է Աստված շնորհել մեզ։ Հա? Ամենահեշտ բանը։ Հիսուսը մի անգամ ասեց, որն ավելի հեշտ, ասեմ մահիճդ վեր կաց ու գնա, թե ասեմ, որ քո մեղքերը թողված են։ Ասեց երկուսն էլ իմ համար հեշտ է։ Մեղքերը թողված են, մահիճդ վերցրու եւ գնա։ Անենց որ սիրելներս, Աստված ամենահեշտ տարբերակն է տվել մեզ։ Ինչ է տվել։ Կարողանում ես Աստծո խոստմունքները գիտակցաբար ընդունես, հասկանալով գործի դնես, հավատաս ու հասկանաս, թե Աստված ինչ շնորհք է տվել քեզ ու ինչ զորություն։ Դրանից հեշտ բան։ Հռոմեացիների 4-րդ գլուխ 13-րդ խոսքում ասում է, որովհետև ոչ թե օրենքով եղավ Աբրահամին կամ նրա զավակին, այլ խոստմունքը, թե նա աշխարհի ժառանգ է, այլ հավատքի արդարությունով։ Ով գիտի Աբրահամի դժբախտությունը։ Աբրահամը միջև Աստծուն հանդիպելը դժբախտ մարդ էր։ Ես չեմ խոսում նրա բիզնեսի մասին, հարստության մասին, ես խոսում եմ նրա մասին, որ նա ժառանգ չուներ ու տարիքով էր արդեն, ինքն ու Սառան շատ սիրով ամուսիններ էին, բայց ժառանգ չունեին։ Ահա թե ինչու էր նրանց դժբախտությունը։ Ու պատկերացնում եք, որ Աբրահամը ու Սառան արդեն իրանց հույսը, հավատքը կորցրել էին։ Իրականությանը ռեալ էին նայում, ու անհնար էր, որ նրանք զավակ ունենային։ Բայց երբ որ Աստծո խոստմունքը Աբրահամի ականջին հասավ, Աստված ասեց. Աբրահամ, դուրս արի նայի երկնքի աստղերին, կարաս հաշվես։ Խնդրում եմ քեզ, նայի աստվածաշնչյան խոստմունքներին կարաս հաշվես։ Լի ու առատ։ Էնպես չի, որ Աստվածաշնչում գրված խոստմունքները սահմանափակ են ու բոլորիս չի հերիքում։ Աստվածաշնչյան խոստմունքները լի ու առատ են, անսահմանափակ։ Աստված Աբրահամին ասեց. ծովի ավազը կարաս հաշվես։ Այդ դրա չափ ժառանգ ու սերունդ ես ունենալու։ Գիտեք, Աբրահամը գրված է, որ չնայեց իր 100 տարեկան լինելուն ու անպտղաբեր մարմնին։ Գիտեք, որ մենք էլ Աբրահամի պես մեծ մասամբ թողած Աստծո խոստմունքներն ու հավատքը մենք նայում ենք մեր անձին, մեր անձի տկարություններին, մեր անձի խնդիրներին, մեր իրավիճակի ծանրությանը նայում ենք, թե չէ։ Հիմա ուզում եմ դու քո հայացքը ուղղես դեպի երկինք, դեպի Աստվածաշնչում գրված խոստմունքներին։ Թե Տերը ինչ խոստմունքներ ա տվել մեզ բոլորիս, ամեն։ Դրա համար Հռոմեացիների 4:13 ասում է, որովհետև ոչ թե օրենքով եղավ Աբրահամին կամ նրա զավակին, այլ խոստմունքը, թե նա աշխարհի ժառանգ է, այլ հավատքով արդարացավ Աբրահամը։
Հրաշքը տեսնելու համար երկու բան է պահանջվում։ Հետաքրքիր է։ Ինչ, ինձ էլ է հետաքրքիր, ինչ է պահանջվում։ Լավ տեսողություն ունենալ, հա, մեկի լավ լսողություն, հանկարծ բաց չթողես ու շադիր լինես ուրիշ աշկի տակից չտանի, մեկի լավ վազել, երեք բան, իհարկե ոչ, ուրեմն հրաշքը տեսնելու համար երկու բան է պետք, սիրելիս, մեր կողմից կենթանի հավատք, ակտիվ հավատք, հավատք, որը հիմնված է Տիրոջ խոստմունքների վրա, բռնես այդ Տիրոջ խոստմունքները ու բաց չթողես։ Երկրորդը Աստծո կողմից զորություն։ Վերջ։ Ով է ուզում հրաշք տեսնի։ Հավատա Տիրոջ խոստմունքներին, հավատա Տիրոջ խոստմունքներին։ Հավատա Տիրոջ խոստմունքներին հավատքով բռնի ու Տիրոջ զորությունը իջնում է քեզ վրա։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 13:5-ում նայեք ինչ ասում, ասում է փորձեցեք ձեր անձերը, թե արդյոք հավատքի մեջ եք։ Ում հարցնենք հավատացյալը, մոդա է հիմա։ Եկեղեցու կողքով անցնում է հավատացյալը։ Եկեղեցում նստածը հավատացյալը։ Աստծո խոսքը ասում է հələ փորձեցեք ձեր անձերը, թե արդյոք հավատքի մեջ եք։ Եկեք ուշադրություն դարձնենք, արդյոք ես հավատում եմ Տիրոջ խոստմունքներին։ Արդյոք ես հավատքով վերցնում եմ Տիրոջ խոստմունքները իմ կյանքի համար։ Եկեք պասիվ հավատքից դուրս գանք, սպասողական հավատքից դուրս գանք, սպասում եմ, որ Տերը հրաշք անի, Տերը հրաշք արել արդեն, վերցրու քո հրաշքը, փորձիր քեզ, հլտես քո հավատքը արդյոք Աբրահամի հավատքի պես է։ Աբրահամը լսեց ու հավատաց, ու այդ հավատքը նրան արդարություն եղավ։ Հիմա Տիրոջ խոստմունքները դու կարդում ես ու լսում, հավատքով վերցրու։ Ասում է կամ թե չգիտեք, որ Հիսուս Քրիստոսը ձեր մեջ է բնակվում։ Մոռացել ենք։ Եթե Հիսուս Քրիստոսը մեր մեջ է բնակվում, ինչ անհավատության մասին է խոսքը։ Կամ ինչի համար տխրեմ, տրտմեմ, անհանգստանամ։ Տերը գիտեք ինչ ասեց։ Ինձ մոտ եկեք հոգնածներ եւ բեռնավորվածներ, ինձ տվեք ձեր բերը ու վերցրեք իմ քաղցր լուծը։ Հիսուս Քրիստոսը մեր մեջ է։ Ու Հիսուս Քրիստոսը ասում է մի բռնվի այդ բերից, բաց թող ես կլուծեմ։ Դու հավատքով վերցրու իմ խոստմունքները, իմ քաղցր լուծը վերցրու, հավատքով։ Ամեն։ Գիտեք չէ, սիրելիներս, որ մթնոլորտը լցված է Աստծո կենթանի զորությունով։ Աստված ամենուր է, Աստված ամեն տեղ է, Աստված էստեղ է, ներկա է, Աստված քո տանն է, ներկա է քեզ հետ, Աստված քո մեքենայի մեջ է, ներկա է, Աստված քո ներսում է, ինքը ներկա է քո կյանքում։ Գիտեք, Աստված ներկա է, բայց ասում է չեմ զգում։ Ուզում ես զգաս Տիրոջ ներկայությունը, ուզում ես տեսնես Տիրոջ հրաշքը։ Աստված ամենուր ներկա է, իսկ Աստվածաշնչի ամեն մի խոսքը քո հավատքի միջոցով քեզ կապում միացնում է Աստծո այդ զորության հետ։ Աստծո զորության այդ կապող միջոցը Աստծո խոստմունքի վրա հիմնված մեր հավատքն է, սիրելիս։ Աստված չի թողել քեզ։ Աստված չի եռացել քեզանից։ Աստված քո կողքին է։ Վերցրու Տիրոջ խոստմունքները հավատքով ու դու կզգաս Տիրոջ թանկ ներկայությունը քո կյանքի մեջ։ Թե Տերը ոնց է գործում։ Հենց դրա շնորհիվ այդ խոստմունքի ու մեր հավատքի շնորհիվ է, որ Հռոմեացիների 4:17-ը սկսում է գործել։ Հռոմեացիների 4:17 ասում է չլինող բաները լինողի պես է կանչում։ Չլինող բաները լինողի պես է կանչում։ Այսօրվա խոսքի վերնագիրն է. չերևացող բաները երևացողի պես
կանչենք մեր կյանքի մեջ։ Անկեղծ ասած, այս խոսքը, որ կարդում են, շատերը մտածում են, երևի թևավոր խոսք է, գեղեցիկ խոսք է, պոետիկ խոսք է։ Ոչ, սիրելիս, սա համ գեղեցիկ է, համ զորավոր է, համ էլ ուղիղ ասված խոսք է։ Տերը ուզում է, որ այս խոսքը վերցնես քո կյանքի մեջ եւ տեսնես քո հրաշքը։ Չերևացող բաները երևացողի պես կանչես քո կյանքի մեջ։ Ամեն։ Այո, հենց այս խոսքը այն միջոցն է, որի շնորհիվ չերևացող բաները Աստված դարձնում է երևացող քո կյանքում։ Եթե հավատքով վերցրեցիր Աստվածաշնչի խոստմունքները, սիրելիս, նա ինչ եմ ասում։ Խնդրում եմ ուշադիր լինես, եթե հավատքով վերցրեցիր Աստվածաշնչի խոստմունքները, դուրս կգաս ամեն տեսակ վախերից, կասկածանքներից, տկարություններից, հիվանդություններից ու խնդիրներից։ Ով հավատաց այս խոսքին, ում հայտնվեց այս խոսքը, դեպինդ բռնի։ Հռոմեացիների 4:18-22-ում գրված այսպես. Աբրահամի մասին է գրված։ Տեսեք, Աբրահամի հրաշքը ինչու մեր կայանում, սիրելիս։ Աստված խոստացավ, Աստված խոստմունք տվեց, ու Աբրահամի բաժինը որն էր։ Հիմա եկեք մեզ օրինակը մի փոքր այսպես պատկերավոր բերեմ։ Պատկերացրեք Աբրահամը 100 տարեկան երիտասարդ է, Սարան էլ 70 տարեկան ու երեխա չեն ունենում։ Ու մեկ էլ հանկարծ Աստված Աբրահամին ասում է, լսի, ձեզանից երեխա լինելու։ Ու Աբրահամը ուրախացած թռչկոտելով գնում է, տենա ոնց ալնելու։ Խեղճը տանջվում, ոչ մի բան չի ստացվում։ Որովհետև հույսը դրել է իր մեռած 100 տարեկան մարմնի վրա։ Բայց ստեղ յուրահատուկ բան է գրված, ահա թե ոնց է հրաշքը տեղի ունենում։ Ասում է, որ Աբրահամը առանց հույսով հավատաց։ Սիրելիներս, հետաքրքիր խոսք է, առանց հույսով հավատաց։ Գիտես որն է դա, որ ինքը իր վրա հույս չուներ, հույսը կտրված էր։ Այսօր դու քո վրա հույս չունես, հույսդ կտրված է։ Բայց խոստմունքը վերցնելով, իր վրա հույս չդնելով, հույսը դրեց Աստծո վրա ու հավատաց։ Ես չեմ կարա, բայց ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Իմ մոտ չի ստացվում, բայց ես ամեն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Ասում է, առանց հույսի, հույսով հավատաց, թե շատ ազգերի հայր կլինի։ Եվ չտկարացավ, նայեք, հույսով հավատաց, չտկարացավ։ Եկեք համաձայնվենք, որ տկարությունները գալիս են։ Հենց մի հատ դժվարություն է գալի, տկարությունը դռանը առջև կանգնած է։ Մի անգամից տկարանում ես, թուլանում ես, գիտես ինչից է տկարությունը գալի, սիրելիս, որովհետև հույս չունենալով հույսը չդրեցիր Տիրոջ խոստմունքին, այլ հույսը դրեցիր քեզ վրա ու դու հասկանում ես, որ դու ոչինչ չես կարող ու մի անգամից թևերդ թուլանում են, միտքդ բռնվում է, անձդ տկարանում է։ Ասում է, և չտկարացավ հավատքով, այսինքն չնայեց, որ 100 տարեկան է, ոչ էլ Սարայի արգանդի մեռած լինելուն նայեց, 20-րդ խոսքը, Աստծո խոստմունքի համար չերկմտեց, չտկարացավ, հույսը իր վրա չդրեց, չերկմտեց, որովհետև Տերն է խոսացել։ Եթե Տերը խոսացել է, մենք կասկածում ենք Տիրոջ ասացի վրա, արդյոք մենք կասկածանքի
առիթ ենք դարձրել Աստծո խոստմունքները, որ Տերը տվել է մեզ։ Չերկմտեց անհավատությունով, այլ զորացավ հավատքով եւ Աստծուն փառք տվեց։ Եվ իր մտքում համոզված էր, թե նա, որ խոստացավ, կարող է եւ անի։ Նրա համար էլ արդարություն համարվեցավ նրան։ Ու մենք տեսնում ենք, թե որտեղ է հրաշքը տեղի ունենում։ Սիրելիս, երբ որ քո ներսում հավատքով չեղած բաները եղածի պես ես պատկերացնում, երբ որ քո ներսում, ուզում եմ դու սա քո մտքում կրկնես, երբ որ դու քո ներսում հավատքով չեղած բաները եղածի պես սկսում ես պատկերացնել, նշանակում է դու նրան մարմին ես տալիս, կյանք ես տալիս, կենդանություն ես տալիս։ Եվ այդ չերևացած բաները, որոնք հավատքի մարմին են հագնում, քո կյանքում իրականություն է դառնում։ Երբ որ քո ներսում հավատքով չեղած բաները եղածի պես ես պատկերացնում, նշանակում է դու նրան անտեսանելի մարմին ես տալիս։ Եվ այդ չերևացող բաները, որոնք հավատքի մարմին են հագնում քո ներսում, շուտով կդառնան իրականություն։ Այն ինչ որ դու դեռ իրականության մեջ չես տեսնում, բայց քո ներսում դու դա վերցրել ես ու հավատքով կենդանություն ես տալիս, քո կյանքում իրականություն է դառնալու։ Ավելի պարզ ասեմ։ Մի տեղ էլ Աստծո խոսքն ասում է, այսինքն ինչին հավատաս, դա էլ քո կյանքում կիրականանա։ Հիմա հասկանում ենք, որ թե լավ բաները, թե վատ բաները մեր կյանքում իրականություն են դառնում մեր հավատքի պատճառով։ Եթե վատ բաները տեղի ունենում քո իրականության մեջ, սիրելիս, ուրեմն հավատքդ ուղղի դեպի Աստծո խոստմունքները։ Հերիքա անբաղ զամբաղ քամիներին տեղտած։ Սատանան քնած չի։ Ինքը ինչ միտք ասես կբերի։ Ինչ պատկեր ու տեսարան ասես կբերի։ Եթե դու դրան տեղ ես տալիս, հավատում ես դրան, դու կենդանություն ես տալիս քո ներսում, որը շուտով կդառնա իրականություն։ Կարանք մենք դեռ մեր մտքի ոլորտում այդ արմատները հանենք, արմատախիլ անենք, կարանք անենք, հա? Ու մեր հավատքը ուղենք դեպի Տիրոջ կատարյալ խոստմունքները, ու սկսենք Տիրոջ խոստմունքներին կյանք տալ մեր ներսում, որ տեսնենք այդ բարի պտուղները, ամեն։ Այնց այս խոսքի հիման վրա Հռոմեացիս 4:17-ը, որ ասում է չերևացող բաները երևացողի պես ես կանչում։ Այդ ժամանակ Աստծո գերբնական հրաշքները իրականություն են դառնում քո կյանքում, սիրելիս։ Աստծո խոստմունքները, թանկագիններս, լուրջ ստեղծագործական գործիքներ են հոգևոր մարդու համար։ Հիմա կասեք, ես ինչ հետաքրքիր բառեր եք մտցրել։ Աստված ստեղծագործող Աստվածա, թե չէ։ Իր ստեղծագործական շնորհքը դրել է մեր մեջ, թե չէ։ Դրել է, չէ։ Մենք ստեղծագործում ենք, չէ։ Խոստմունքները չիմանալով վատ բաներ ենք ստեղծագործում։ Խոստմունքները իմանալով լավ բաներ ենք ստեղծագործում։ Համաձայն ես։ Հա ինչ ստեղծագործում ես, դու ես ստեղծագործում։ Հիմա սիրելիս, ասեմ քեզ, որ գնում ես բժշկի ու բժիշկը ասում է, գիտես, քեզ մոտ շատ լուրջ սենց հիվանդություններ կա։ Հիմա քո հավատքով, եթե բժշկի ասածը ստեղծագործես, պատկերացմանդ մեջ, իրականում քո մոտ այդ հիվանդությունները գլուխ կբարձրացնեն։ Սրտի հիվանդությունով, չգիտեմ, ստամոքսի ռակով, չգիտեմ, էլ ինչերով։ Բժշկի սենյակից դուրս եմ եկել ասել, Տեր ջան, փառքդ շատ, շնորհակալ եմ, որ քո վերքերով ես բժշկված եմ ու այդ հիվանդությունները իմը չեն։ Անենց որ սիրելիս, Աստված մեզ տվել է ստեղծագործական շնորհք ու դրա համար էլ այսպիսի մի արտահայտություն եմ անում, ասում եմ, Աստծո խոստմունքները լուրջ ստեղծագործական գործիքներ են հոգևոր մարդու համար։
Ու գիտեք ինչի համար? Օրինակ բերեմ։ Օրինակ, սիրելիներս, վրձինը նկարիչի ձեռքում։ Վրձինը գործիք է, որի միջոցով նկարիչը կտավի վրա, որտեղ որ ոչինչ չկա, չի երևում, իր ներսի երևակայության ու պատկերացման ստեղծագործական պատկերները վրձինի միջոցով այդ կտավին է փոխանցում ու դառնում է երևացող։ Աստծո խոստմունքները այդ են ստեղծագործական զորություն ունեն, որ դու հավատքով վերցնես ու քո կյանքը գեղեցկացնես։ Չերևացողը դարձնես երևացող։ Ամեն։ Մեր մեջ կան ճարտարապետներ, մեր մեջ կան մարդիկ, ովքեր տուն են կառուցել զրոյից։ Պատկերացրեք, ես ճարտարապետ չեմ, շինարար չեմ, ու մի ճարտարապետի հետ գնում ենք մի հողատարածք, որը ամայի հողատարածք է։ Ու պատկերացնում ես, գնում ենք այնտեղ ու ես նայում եմ, ասում, լսի, ես ինչ ամայի հողատարածք է, էս ումա պետք։ Այս ճարտարապետը նայում ու գիտես ինչ է ասում։ Ասում, լսի, վաու, դու չես պատկերացնում, ստեղ ինչ գեղեցիկ շինություն կարելի է կառուցել, ստեղ լողավազան, ստեղ այգի տնկել, ստեղ գեղեցկացնել, ու ինքը տեսնում է ամայի տեղը, որտեղ չի երևում։ Բայց ես չեմ տեսնում։ Սիրելիս, Աստված տվել է մեզ ստեղծագործական այդ տաղանդները, որ Աստծո խոստմունքով մեր կյանքի ամայի տեղերը տեսնենք ու չերևացող բաները երևացողի պես կանչենք։ Ամեն։ Հրաշքը նա է, սիրելիս, որ ֆիզիկական աչքերով իրականության մեջ չկա, չես տեսնում, բայց քո ներսում, քո երևակայության մեջ արդեն ծնվել է, և դու պատկերացնում ես այնպես, ոնց որ իրականությունում։ Հին ուխտը, ովքեր սիրում են կարդալ, փառք Աստծուն, ասեմ, որ շատ կարևոր է հին ուխտը կարդալ, որովհետև հին ուխտը օրինակ է մեզ համար, որովհետև հին ուխտում մենք տեսնում ենք Աստծո գերբնական հրաշքները, թե ինչպես են հավատացողի, հավատացյալ մարդկանց միջոցով դարձել իրականություն։ Լավ, հին ուխտը մեզ համար օրինակ է, իսկ նոր ուխտը, սիրելիս, ամբողջովին Աստծո խոստմունքներն է մեր ներկայի և ապագայի համար։ Նոր ուխտը Աստծո խոստմունքներն են մեր ներկայի ու ապագայի համար, որով դու կկարողանաս հաղթես քո կյանքի բոլոր իրավիճակները։ Ով է հիշում, որ Աստվածաշնչում ասում է, որ Աստծո արքայությունը որտեղ փնտրենք։ Իրանց սրտերի մեջ։ Աստծո արքայությունը, ասում է, ոչ այստեղ է, ոչ այնտեղ, այլ մեր մեջ է Աստծո արքայությունը, քո մեջ է Աստծո արքայությունը։ Սիրելիս, եթե մեր սրտի մեջ է Աստծո արքայությունը, ուրեմն ինչ է մնում։ Այո, մեր ներսում է, եթե հավատում ենք, վստահում ենք, հռչակում ենք, չերևացողը երևացողի պես իրականություն է դառնում։ Ամեն։ Երկրորդ Կորինթացիս 5-րդ 7-րդ խոսքում ասում է այսպես, որովհետև հավատքով ենք գնում և ոչ թե երևույթով։ Եկեք երևույթը դնենք մի կողմ։ Երևույթը գիտեք որն է։ Երևույթը շոշափելի է, երևույթը տեսանելի է, երևույթը լսելի է, երևույթը զգալի է։ Համաձայն եք։ Աստծո խոսքն ասում է, եկեք մի կողմ դնենք երևույթը ու ոնց գնանք հավատքով։ Կարանք հավատքով գնանք, սիրելիներս։ Կարում ենք գնանք հավատքով։ Հավատքով գնանք և երևույթը դնենք մի կողմ, մի նայի քո երևույթին, երևույթը կացկածանք է բերելու, երևույթը թերահավատություն է բերելու, երևույթը տկարություն է բերելու, երևույթը բռնելու է քեզ իր կապանքների մեջ, իսկ այդ կապանքները քանդվում են հավատքով, Տիրոջ խոստմունքներով, Տիրոջ խոստմունքների վրա հիմնված։
Ամեն։ Մենք Հիսուս Քրիստոսով արդարացած ենք։ Եթե սատանան գա ու քեզ համոզի, որ դու մեղավորի մեկն ես, պրծած, էլ հույս ու հավատք չկա, որ դու կփրկվես, հավատում ես, չէ՞, որ դու հող ու մոխիր ես։ Ես հող էի, բայց հիմա Աստծո զավակն եմ։ Եթե հին ուխտում հնարավոր էր համոզել, հիմա անհնարին է, որ ես հավատամ դրան, որովհետև արդարացանք մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսով, սիրելիս։ Աստվածաշունչը ամբողջովին խոստմունք է, Հռոմեացիս 5:1-2-ում գրված է այսպես, ասում է արդ մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Որ մի բան գալիս է քեզ անհանգստացնի ու ասի, որ դու արդարություն չունես, ասա Հռոմեացիս 5:1-2 խոսքեր։ Մենք հավատքով արդարացած լինելով Աստծո հետ խաղաղություն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի ձեռով։ Վերջ։ Հիսուս Քրիստոսով շարունակում եմ երկրորդ խոսքը։ Ընդունեցինք հավատքով այս շնորհքի մեջ մտնելն էլ, որ նրանում կանգնած ենք եւ պարծենում ենք Աստծո փառքի համար։ Հիսուս Քրիստոսով մենք արդարացանք, Հիսուս Քրիստոսով մենք ունենք խաղաղություն, Հիսուս Քրիստոսով մենք Տիրոջ շնորհքի մեջ ենք։ Սիրելիներս, Աստծո խոսքը բազմաթիվ անգամ հանդիմանում է մեզ մեր թերահավատության, անհավատության համար, որովհետև թերահավատությունն, անհավատությունը խափանում է Տիրոջ խոստմունքները։ Ով գիտի դրա մասին, որ թերահավատությունը, անհավատությունը խափանում է Տիրոջ խոստմունքները, քո կյանքում չեն իրականանում։ Ղուկասի 8:25-ում են պատմությունն է, որ նավի մեջ էին, Հիսուս Քրիստոսը քնած էր, փոթորիկ էր, ալեկոծություն էր ու աշակերտները պատկերացրիք։ Մեռնում ենք, խեղդվում ենք, կյանք չունենք։ Հիսուսը վեր կացավ ու մի լավ բան ասեց. Ուր է ձեր հավատքը։ Սիրելիս, մեր կյանքի փոթորիկների մեջ, մեր կյանքի խնդիրների մեջ, մեր կյանքի դժվարությունների մեջ, երբ որ կանչում ես Հիսուսին, Հիսուսը գալիս է ու գիտես ինչ է անում։ Ասում է, ուր է քո հավատքը։ Ուր է քո հավատքը, գիտես ինչի համար։ Որովհետև արդեն խոստմունքները կա, ուր է քո հավատքը։ Լսի, բա խոստմունքները վերցրու ասա, փոթորիկներ պապանձվեք, քամիներ լռեցեք, խաղաղվիցով։ Հերիքա կանչեք պասիվ հավատքով, սպասողական, թերահավատորեն, Հիսուս, ողորմիր, կարող է գաս փրկես, թե ես խեղդվելու եմ արդեն։ Երբ որ փոթորիկ էր Հիսուսին արթնացին, Հիսուսը ասեց, ուր է ձեր հավատքը։ Լավ կլինի, չէ՞ մեր հավատքը որտեղ լինի։ Որտեղ լինի մեր հավատքը։ Ասма թողել էին ափին։ Տունն եմ թողել, եկել եմ նորով լցվեմ գնամ։ Հավատքը Հիսուս Քրիստոսը բնակվում է մեր մեջ, այդ հավատքն էլ պիտի լինի հիմնված Տիրոջ խոստմունքների վրա, սիրելիս։ Առաջի Կորինթացիս 2:5-ը ինչ է ասում։ Տերը ասում է, որ ձեր հավատքը մարդկանց իմաստությունով չլինի, այլ Աստծո զորությունով լցված։ Մեր մարդկային իմաստությունով մեր հավատքը շատ տկար է։ Ոչ մի բան չի կարում անի։ Բայց Աստծո զորությունը Տիրոջ խոստմունքներն է, որով լցված հավատքը չերևացող բաները երևացողի պես է անում։ Մարկոս 11:22 ասում է. Աստծո հավատքը ունեցեք։ Որն էր մեր հավատքը եւ որն է Աստծո հավատքը։ Տիրոջ խոստմունքները։ Երբ որ քո հավատքը դնում ես Տիրոջ խոստմունքներին, Աբրահամը իր հավատքով
չէր կարող ոչինչ անել, բայց Աստծո հավատքով, այսինքն հիմնվելով Աստծո խոստմունքների վրա, մենք տեսնում ենք դարավ ազգերի հայր։ Հռոմեացիս 10:17 ասում է հավատքը լսելուց է եւ լսելն էլ Աստծո խոսքից։ Փառք մեր Տիրոջը, սիրելիներս, ուրիշ ինչ ենք ուզում Աստծուց էլի։ Էլ ինչ ես ուզում ասալը տեսնեմ։ Ով Աստծուց պահանջ ունի, որ հələ դեռ Աստված չի տվել։ Քեզ հարցնում եմ, ուր է քո հավատքը։ Գիտեք, սիրելիներս, բժշկությունն էլ շատ յուրահատուկ է։ Ուզում ենք բժշկվենք, բայց ոնց որ թե դժվարանում ենք։ Դժվար ենք բաց թողում հիվանդությունը։ Անեն ծնտելացել ենք։ Դուրս գալիս է, որ մեկ-մեկ գլուխս ցավում է, դեղ եմ խմում։ Մատթեոս 9:2-ում նայեք, ինչ ասեց Հիսուսը, որ հիվանդությունը բժշկվի, ասում է, մի անդամալույց բերեցին Հիսուսի մոտ, մահճի մեջ դրված։ Եվ Հիսուսը նրանց հավատքը տեսնելով անդամալույցին ասեց. քաջացիր որդյակ, քո մեղքերը ներված են քեզ, վեր կաց ու գնա։ Նայ, Հիսուս Քրիստոսը տեսնելով նրանց հավատքը, Հիսուս Քրիստոսը տեսնելով քո հավատքը, խոստմունքները ակտիվանում են ու չերևացած բաները դառնում են երևացած։ Ամեն։ Սիրելիներս, Մատթեոս 15:28 ինչ է ասում։ Էսել են պատմությունն է, երբ որ այն կինը ծածուկ, բայց հավատքով եկավ ասեց, եթե կպնեմ Հիսուս Քրիստոսի հանդերձին կբժշկվեմ։ Երբ որ բժշկվեց, գիտեք ինչ արեց։ Ամաչում էր։ Հիսուսից չէր ամաչում։ Ինքը չգիտեր ինչ կլինի, բայց Հիսուսը ասեց, ով կին, քո հավատքով դու բժշկվեցիր։ Ով սիրելիս, քո հավատքով դու բժշկված ես։ Գիտեք, որ անհավատությունն ու թերահավատությունը կարա խանգարի քո օրհնություններին ու քո բժշկությանը։ Եթե ես կասկածում եմ, ասեմ, այդ մտքերը, որ գալիս են, առաջ երթին աշխատում են քո հավատքը դարձնեն թերահավատություն, որ դու դառնաս անհավատ։ Հենց դու թերահավատ եղար, Աստծո խոստմունքները դադարում են գործելուց։ Լսում ես։ Հիշում եք այն տեղը, որ Հիսուս Քրիստոսը գնաց մահացած աղջկան հարություն տալու։ Ինչ արեց Հիսուս Քրիստոսը առաջին հերթին։ Հիսուս Քրիստոսը առաջին հերթին գնաց ու այդ սենյակից հանեց բոլոր թերահավատներին, անհավատներին։ Հիսուս Քրիստոսը ուզում է, որ այսօր դու սկսես քո ներսի թերահավատության դեմ պայքարել։ Ինչքան թերահավատ, անհավատ, կասկածանքներ, երկմտություններ, բաներ կա, սկսի քո մեջից հանել։ Ինքը խանգարում է քո հրաշքին։ Աստված հրաշքը քո առջև է դրել, սիրելիս։ Քո հրաշքը քո առջև է։ Մնում այդ թերահավատությունը հանես ու հավատքով վերցնես հրաշքդ։ Հիսուսը հանեց բոլոր այդ անհավատներին ու թերահավատներին ու ինչ արեց։ Ասեց, այս աղջիկը քնած, մահացած չի, քնած է։ Ու հարություն տվեց այդ աղջկան։ Հիսուսը գրված է, որ իր գավառում, իր ժողովրդի թերահավատության պատճառով շատ հրաշքներ չարեց։ Այսօր մենք նայում ենք, ասում են եկեղեցին պիտի լցված լինի հրաշքով, այո, եկեղեցին լցված է հրաշքով։ Հավատա ու վերցրու։ Հավատա ու վերցրու քո հրաշքը։ Հա? Գիտեք ինչքան վկայություններ կա, որ մարդիկ հավատքով վերցրել են իրանց հրաշքը ու բժշկություններ են տեղի ունեցել։ Կա տենց բան, թե չկա։ Մարդ կար կույր էր, հիմա տեսնում առանց ակնոցների։ Ակնոցները կորցրել է։ Ոչ, որովհետև Տերը հրաշք է արել։ Սիրելիս,
Հավատա ու վերցրու քո հրաշքը։ Ամեն։ Գիտես, որ հավատքը պտուղներ ունի։ Երկրորդ Թեսաղոնիկեցիների առաջի գլուխ 3-րդ խոսք։ Այստեղ նայեք ինչ լավ ասում է պարտ ենք, այսինքն պարտական ենք ամեն ժամանակ Աստվածանից գոհանալ ձեզ համար, սիրելիներս, ինչպես արժան է, որ ձեր հավատքը խիստ մեծանում է և ձեր ամեն մեկի սերը ավելանում է իրար վրա։ Ասում եմ, ոնց եմ ուրախանում, սիրելի հավատքի եկեղեցի թանկագիններս ձեզ համար ու գոհանում եմ Աստծուց, որ ձեր հավատքը մեծանում է ու ձեր սերն էլ շատանում է միմյանց նկատմամբ։ Անենց որ թանկագիններս հավատքը պտուղներ ունի։ Հակոբոս 1:6-8 ինչ ասում, միայն թե թող հավատքով խնդրեն առանց երկմտելու, որովհետև երկմտողը նման է ծովի հողմակոծոց և տատանվող ալիքներին, այն մարդը թող չկարծի, որ Տերից մի բան կառնի, երկմիտ մարդը անհաստատ է իր բոլոր ճանապարհներում։ Թանկագիններս, Աստված մեզ համարձակության Սուրբ Հոգի է տվել և Սուրբ Հոգին բնակվում է մեզանում և Տիրոջ Հոգին մեզանում բնակվելով մեր կյանքը լցնում է Տիրոջ գերբնական օրհնություններով։ Մնում է մենք հավատանք, չերևացողը երևացողի պես տեսնենք, վերցնենք ու դարձնենք իրականություն։ Առաջի Հովհաննես 5:4-5 գրված է այսպես. ասում է, որովհետև ամեն ով որ Աստվածանից է ծնված, հաղթում է աշխարհին, եւ սա է հաղթությունը, այսինքն մեր հավատքը, եւ ով է որ հաղթում է աշխարհին, նա որ հավատում է, թե Հիսուսը Աստծո որդի է։ Ամեն ով որ Աստվածանից է ծնված, հաղթում է աշխարհին։ Սիրելիներս, դուք բոլորդ Աստվածանից ծնված զորավորներ եք։ Եվ հաղթանակը տրված է մեզ։ Եվ այդ հաղթանակը ասում է որն է մեր հավատքը, որ հավատում ենք, որ Հիսուս Քրիստոսը Աստծո որդին է ու մեր Տերն ու Փրկիչը, եւ Տիրոջ խոստմունքները այն զենքն են, որով ամեն չերևացողը երևացողը դառնում։ Ամեն։ Եվ վերջի տեղը Գաղատացիս 2-րդ գլուխ 20-21 խոսքեր ասում է. հիմա կենթանի եմ, ոչ թե այլևս ես, այլ Քրիստոսն է կենթանի ինձանում, եւ ինչ որ հիմա կենթանի եմ մարմնով, Աստծո որդու հավատքով եմ կենթանի, որ ինձ սիրեց եւ իր անձը ինձ համար մատնեց, եւ ես Աստծո շնորհքը չեմ անարգի, սիրելիներս։ Այստեղ խնդրում եմ վերցնեք, որպեսզի չընկնենք տարբեր տեսակի մոլորությունների մեջ, որովհետև այստեղ շատ հստակ ասում է, նախ այս երկու տեղերը ասում է, որովհետև ով որ Աստվածանից ծնված է, հաղթում է աշխարհին։ Մենք Աստծուց ծնված ենք եւ մենք հաղթում ենք աշխարհին։ Եվ այստեղ ասում է հիմա կենթանի եմ ոչ թե ես, այլ Հիսուս Քրիստոսն է կենթանի ինձանում։ Հիսուս Քրիստոսը կենթանի է քեզանում, սիրելիս։ Եվ ինչ է ասում, եւ ինչ որ հիմա կենթանի եմ մարմնում, Հիսուս Քրիստոսով եմ, Աստծո որդու հավատքով եմ կենթանի, որ ինձ սիրեց, Հիսուս Քրիստոսը սիրեց քեզ, եւ իր անձը ինձ համար մատնեց, Հիսուս Քրիստոսը մատնեց իր անձը քեզ համար։ Ինչի համար, որ դու հաղթող լինես, եւ դու հաղթող ես, եւ ես Աստծո շնորհքը չեմ անարգի։ Փառք մեր ամենակարող Տիրոջը, թանկագիներս։ Հալելույա։ Թող Տիրոջ այս խոսքը սիրելիս քեզ համար դառնա ամուր ամրոց, բերդ, ամուր ժայռ, որի վրա կկառուցվի քո հավատքի կյանքը։ Հավատքով վերցրու Տիրոջ խոստմունքը ու պարտադրի
իրականության մեջ չեղած բաները իրական դառնան։ Ամեն։